Վերջապես անցած շաբաթ Թուրքիայի խորհրդարանում քննարկումների ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, ես ներկայացնում եմ, որ Զանգեզուրի միջանցքի հարցով Երևանն ու Բաքուն դեռ վերջնական համաձայնություն չեն հասել։ Ես կխնդրեի դուք ասեք ինչ համաձայնությունների մասին է խոսքը, արդյոք անձնական պայմանների կամ որևէ այլ հարցի մասին է խոսքը, կամ առհասարակ ինչ քննարկումներ կան այդ ճանապարհի հարցով Երևանի և Բաքվի միջև, եւ դուք ինչ առաջ խոսեցիք Քրկին Մայլաթորից, ես ուզում եմ մի հարց տալ ձեզ, դուք բացի պնդում եք, որ ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է բուսակրոնության ուղղը եւ պետք է հեռանա, եթե սխալ չեմ հիշում, մի պնդում եք բուսակրոնության ուղղը խախտելու հետ կապված, արել եք Աշակ Սրբազյանի հետ կապված, որ նա եւս այդ ուղղը խախտել է։ Ուրիշ ինչ տվյալներ ունեք բարձրաստիճան դեպքերականներից, ովքեր են խախտել բուսակրոնության ուղղը, կամ գուցե համոզված եք, որ նույնիսկ բոլորը արդեն պահպանել են եւ որևէ խնդիր չկա մյուսների հետ կապված։ Եթե ես համոզված լինեի, հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգի եւ դրա անհրաժեշտության մասին չէի խոսի եւ հետեւաբար այդ բարենորոգման օրակարգի հենց ամբողջ իմաստը եւ նպատակը հենց նա է, որ ոչ թե մենք կռահումներ ունենանք կամ արտահոսքեր ունենանք, այլ մենք ունենանք մեխանիզմներ բարեվարկության ապահովման։ Ինչի պետք է կներեք պետությունը, կառավարությունը, այսինքն պարզ է թե ինչի, պետք է ունենա բազմաթիվ մեխանիզմներ, այդ թվում ֆինանսական թափանցիկությունը, այդ թվում գործունեության թափանցիկություն պետական պաշտոնյաների դեպքում, իսկ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների դեպքում չպետք է լինի։ Բարեվարկության մենք կներեք մի վարչության պետ ենք նշանակում, բարեվարկության ստուգում անցնում, բայց կաթողիկոս թեկնածուն բարեվարկության ստուգում պետք է չանցնի։ Ես ընդհանրապես խոսում եմ բարեվարկության մասին, ես մի հոգու բարեվարկության մասին չեմ խոսում, ես խոսում եմ բարեվարկության մասին որպես ինստիտուտի, որը այսօր հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցում ցավոք ներդրված չէ եւ բարենորոգման առանցքային նպատակներից եւ օրակարգերից մեկը դա պետք է լինի, որպեսզի մենք ոչ թե կռահումներ ունենանք, այլ ունենանք որոշակի մեխանիզմներ, որպեսզի այդ խնդիրը ինստիտուցիոնալ ձևով լուծվի։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, ես սխալ եմ հիշում, նախորդ բրիֆինգին դուք այդ նույն հարցը չտվեցիք։ Իմ պատասխանները նույնն են ամեն դեպքում այդ հարցին։ Ինչ կա, դուք գիտեք, ինչ որ դուք չգիտեք, չկա։